Ես եմ ու մի քանի օր առաջ ձեռքս այսպես մնաց սարքավորումի տակ։ Բարեբախտաբար այն չի կոտրվել ու պարզապես սալջարդ, հա։ Բայց ես ուզում եմ այս հնարավորությունը օգտագործել, որպեսզի խոսալ նրա մասին, թե ոնց մաքսիմալ արագ վերականգնվել sense տրավմաներից, մինիմալ մկանային մասսա կորցնելով։ Առաջին հերթին շարունակեք մարզել մարմնի մնացած մկանային խմբերը, որոնք վնասված չեն։ Համ մկանային աճը, համ մկանների կորուստը տեղի են ունենում մկանաթելի մակարդակի վրա, ինչը նշանակում է, որ փոքրանում են մենակ այն մկանաթելերը, որոնք դու չես մարզում։ Օրինակ, եթե ձեռքդ վնասել ես, ոչ մի պատճառ չկա ոտերի մկաններն էլ չմարզել։ Նաև գոյություն ունի cross education effect, ինչը նշանակում է, որ նույնիսկ եթե դու մարզես մենակ մարմնի մի կողմը, մյուս կողմը կարող է միևնույնն է որոշ օգուտներ քաղի սրանից։ Այսինքն, եթե քո ձախ ձեռքն է վնասված, միայն աչու մարզելը մեկը կարող է ձախը ուժեղացնի որոշ neural adaptation-ների հաշվին։ Երկրորդ հերթին, ու ասեմ, որ ստեղ բազմաթիվ նյուանսներ կան, բայց պարտադիր չի միանգամից տրավմայից հետո լիքը հակաբորբոքայիններ խմել, որովհետև այս բորբոքային process-ը մեր մարմնի վերականգնման բնական process-ի մի մասն է։ Ու հակաբորբոքայիններով այն խաթարելը միշտ չի որ լավ միտք է։ Ստեղ արդեն ձեր բժիշկը ավելի լավ խորհրդատվություն կկարողանա, բայց համենայն դեպս տրավմայից հետո անմիջապես ինքնուրույն սկսել հակաբորբոքայիններ խմել ամենայն հավանականությամբ լավ միտք չի։ Երրորդ բանը, թեև վնասված հատվածը անշարժեցնելը որոշ դեպքերում կարող է շատ իմաստալից լինի, հենց որ արդեն իր վիճակի եք լինում այն շարժել առանց ցավի կամ շատ մինիմալ ցավով, սկսեք այն օգտագործել։ Այս կարող օգնի համ մկրային ատրոֆիան քչացնել, համ նաև արյան շրջանառությունը բարելավել այդ հատվածում։ Չորրորդը այդ քունն է, որը նույնիսկ առողջ ժամանակ է շատ կարևոր, բայց sense տրավմաների ժամանակ էլ ավելի մեծ կարևորություն ունի։ Հինգերորդը այդ նորմալ սնուցումն է։ Գոնե 1.6 գրամ սպիտակուց ամեն 1 կիլոգրամ զանգվածի համար, բայց sense տրավմաների ժամանակ իմաստալից է երբեմն այս թիվը գերազանցել, որովհետև հենց սպիտակուցն է առաջնային ռեսուրս որպես օգտագործվում վնասված հյուսվածքները վերականգնելու համար։ Նաև բավարար քանակի վիտամին C, ցինկ, վիտամին D, որոնք նույնպես շատ կարևոր են վերականգնման համար։ Ու վեցերորդը եւ երևի ամենակարևորը մի հանձնվի։ Այն թե դու ոնց ես տրամադրված, ահռելի մեծ էֆեկտ է ունենալու քո վերականգնման վրա։ Քո ֆիզիկականը ազդում է քո մենտալի վրա, բայց նաև քո մենտալը ազդում է քո ֆիզիկականի վրա։ Եթե դու անկեղծ հավատում ես, որ այս տրավման շատ լուրջ է ու քեզ շատ երկար ժամանակ է պետք լինելու վերականգնվելու համար, այս կարա իրոք դանդաղեցնի քո վերականգնման process-ը։